Մասշտաբներով ամենախոշոր ծրագրերի թվում է կապսի ջրամբարի կառուցումը Շիրակի մարզում։ Մինչ նախորդ տարի դեկտեմբերին վարչապետը վստահություն հայտնեց, որ այժմ դադարեցված շինարարությունը կավարտվի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ի դեմս աշխատանքների պատվիրատու տարածքային զարգացման հիմնադրամի դեռ հստակ ժամկետներ չի նշում, երբ կհայտարարվի նոր մրցույթ։ Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հայտարարվեց, որ Հայաստանը պայմանագիրը խզում է Շանսի Construction ընկերության հետ։ Տարածքային զարգացման հիմնադրամը նշում է, ընկերությունը մինչև ուղումներ կատարելու մասին ծանուցում ստանալը պարբերաբար խախտել է շինարարական աշխատանքների խոստացված և իր իսկ կողմից առաջարկված ժամանակացույցը։ Շինարարության մեկնարկից մինչ օրս Կապալառուի կողմից ներկայացվել են շինարարական աշխատանքների 15.4%-ի չափով կատարողական հաշվետվություններ։ Առ այսօր ծախսվել է շուրջ 17.1 միլիոն եվրո գումար, որից 12.4 միլիոն եվրոն կանխավճար։ Նկատի ունենալով ներկայում իրականացվող պայմանագրի դադարեցման գործընթացը, առկա պայմաններում նոր ժամկետներ չեն սահմանել և հնարավոր ժամկետներ սահմանելու անհրաժեշտությունը կախված է պայմանագրի դադարեցման արդյունքներից և նոր Կապալառուի ընտրությունից։ Կսահմանվեն տուժ և տուգանքներ կկիրառվեն պայմանագրի դադարեցումից հետո։ Նշենք, որ շուրջ 3 տարի առաջ մեկնարկած աշխատանքներում ներգրաված էին 154 աշխատակից, որից 51-ը հայ։ Վերջիններիս վճարվել է 2 ամսվա աշխատավարձ որպես փոխհատուցում։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։